Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո արգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը ներկայացնեմ ձեզ սիրով դերասանուհի, երգչուհի, մանկավարժ, հաղորդավարուհի, ապագա բուժքույր Լիլի Բաղդասարյան։ Բարև Լիլի ջան։ Ողջույն։ Ոնց եք։ Շնորհակալություն։ Լիլի ջան, ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Շատ լավ, շատ լավ։ Բա դու կասին բաղավարու ես լավ չլինեմ։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, ուրախ եմ, որ այսօր մենք հնարավորություն ունենք զրուցելու, կիսվելու եւ պատմելու այն ամեն ինչը, ինչ արել ենք, անում ենք ու դեռ պիտի անենք մեր արվեստով, մեր գործով։ Ասեմ, որ ինձ համար է պատիվ ձեր հյուրը լինելը, որի համար շատ շնորհակալ եմ։ Շատ, մերսի։ Դե պատմի քո մասին։ Երևան, կարճ, համառոտ, Երևան։ Համառոտ փորձեմ ներկայացնել, ծնվել եմ Երևան քաղաքում, սովորել եմ հանրակրթական դպրոցում, զուգահեռ երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական ուսումնարանում, հետո կոնսերվատորիայում, բայց տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ ու բարձրագույն երաժշտական կրթությունը արդեն ստացել եմ այստեղ։ Այստեղ իսկ որտեղ ես սովորել։ Սովորել եմ Լոս Անջելես քաղաքի քոլեջում, այնուհետև համալսարաններից մեկում։ Շատ լավ։ Ամուսնացած չես։ Ամուսնացած չեմ։ Ոչինչ, թող ուշ լինի, բայց նուշ լինի։ Աստծո կամոք։ Ուրեմն մի լավ տղա ինքը քեզ ասպասում դու էլ իրան։ Ու մի օր պետք է հանդիպեք ու դա լինի շատ ճակատագրական ու շատ գեղեցիկ։ Երբ եկար Միացյալ Նահանգներ։ 2006 թվականին։ Ընտանիքով եկաք։ Ընտանիքս արդեն էստեղ էր, ես Հայաստանում էի, այդպես միավորվեցինք։ Դու Հայաստանում էլ, չէ՞, ես գիտեմ, որ շատ սերիալներում ես նկարահանել, նաև այստեղ էլ մեծ պատմի Հայաստանի քո նկարված ֆիլմերը որոշել։ Հայաստանում հիմնականում երգել եմ, երաժշտական կարիերաս է սկսվել Հայաստանում, վերջերս իհարկե Հայաստանում նկարահանվեցի, փոքր տարիքից երազում եմ ընդունվել Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ, դառնալ դերասանուհի ու անպայման լինել բրազիլիական սերիալի Էն սիրուն աղջիկը։ Այդ երազանքն է։ Եվ այդպես, բայց իհարկե ընտանիքս դեմ էր, որովհետեւ շատ ավանդապաշտ ընտանիքում եմ մեծացել, հայրս միշտ դեմ եղել, մայրս իհարկե երաժիշտ է, ով ինձ միշտ խրախուսել է, հենց երաժշտական ճանապարհս այդտեղից էլ սկսվել է։ Այդպես, բայց ուղղությունը գնաց դեպի կոնսերվատորիա, դեպի երաժշտություն, հետագայում արդեն այստեղ սկսվեց իմ նաև դերասանական կարիերան։ Իսկ Երևանում հետագայում ասում ես նկարվեցիր, որ սերիալում էի։ Օջախի երգը ATV-ի հետ ենք համագործակցել Ելենա Արշակյանի պրոդյուսերությամբ, որտեղ ես իմ կերպարն էր որպես բժշկուհի։ Դες էլ որոշեցիր, որ դու բժշկուհի դառնաս, հա։ Ամեն ինչ հենց այդտեղից սկսվեց, որ որոշեցի, որ այո, պետք է նաև ունենամ երկրորդ մասնագիտությունը ու ապագայում ինձ տեսնում եմ բուժքրոջ կերպարում, տեղում։ Ինչու ոչ։ Իսկ կոնսերվատորիան ավարտեցի, ոչ։ Կոնսերվատորիան չավարտեցի, որովհետև տեղափոխվեցի այստեղ ու որոշեցի, որ պետք է այստեղ անպայման ստանամ երաժշտական բարձրագույն կրթություն, որպես վոկալիստ, որպես դաշնակահարուհի, այդպես։ Իսկ Լոս Անջելեսում ինչ սերիալներում նկարահանվեցի։ Լոս Անջելեսում նկարահանվել եմ 2 հեռուստասերիալներում՝ Երազանքների երկիր եւ Խաղալիք։ Այո։ Արտուր Սուքյասյանն էր պրոդյուսերը, US Armenia TV-ի հետ ենք համագործակցել։ Այդտեղից էլ հենց սկսվեց նկարահանումները, տարբեր կերպարներ, ինձ նման եւ ինձ Քեզ նման են քո կերպարները, այդ հարցը ուզում էի տալ։ Նման են քեզ քո կերպարները։ Երևի թե երկրորդ հեռուստասերիալը, որտեղ ես մարմնավորում էի Թինային, կարծում եմ ինքն ինձ ավելի նման էր, իր տեսակով, իր խառնվածքով, իր որոշումներով, ինչու՞ չէ, սցենարիստը շատ ճիշտ կարողանում էր իմ կերպարը գիծը առաջ տանել, այդպես կարծում եմ Թինան էր ինձ նման։ Հա։ Եթե մեկը որոշի, որ ֆիլմ նկարելու ու պիտի լինի այնպեսին, ինչպեսին դու ես ուզում, ինչպեսի ֆիլմ կուզենայիր նկարահանվեիր, որ քո մասին լիներ, թե, չգիտեմ, մի հետաքրքիր կերպար լիներ, որ դու երազել ես այդ կերպարը խաղաս։
Քո համար հատուկ որ ֆիլմ նկարել, ինչպեսի ֆիլմ կուզեի։ Անկեղծ ասած ինձ միշտ պրոդյուսերները, սցենարիստները պատկերացրել են, որ ես միայն կարող եմ լինել հարուստ աղջկա կերպարում, այսպես թիթիզ աղջկա կերպարում, բայց ես ուզում եմ նաև հեռուստադիտողին ներկայանալ տարբեր կերպարներում, այսինքն լինել ավելի խեղճ, ավելի հանգիստ, ինչու՞ չէ նաև բացասական կերպարում ես պատրաստ եմ նկարահանվել, եթե լինեն լավ առաջարկներ, տարբեր եմ ուզում ինձ տեսնեն մարդիկ, ոչ կրկնվող։ Այդ շատ լավ է, դերասանը երբ ասենք իր կերտած կերպարները շատ տարբեր են լինում, դա շատ լավ է, դա այդ լուրջ իսկապես պրոֆեսիոնալ դերասանը դա է, թե չէ կան դերասաններ, որ կապ չունի ինչ դեր է, ինչ ֆիլմ է, ինչ խոսակցություն է գնում, ինչի մասին է թեման բան, իրանք խաղում են ինչ որ գիտեն ու կարողանում են։ Չէ՞ դե դերասաններ, օրինակ մեծ դերասանները նայում ես, ինչքան տարբեր էին իրաց դերը, տարբեր մեր մեծ հրաշալի դերասան Խորեն Աբրամյան, Մհեր Մկրտչյան, Խոստիկյանը միշտ իր գույներ էր գտնում, բան մեծ, եթե ավելի առաջ գնանք Վարան Փափազյան, Հրաչյան Ներսյան, բոլորն էլ Մետաքսյա Սիմոնյան, բան։ Դե դա շատ լավ է, հետո ես գիտեմ, որ դու նաև դասավանդում ես ամերիկյան մի ակադեմիայում, ես կուզենայի խոսեիր դրա մասին։ Ես դասավանդում եմ 2009 թվականից դաշնամուր, վոկալ, երաժշտության պատմություն, հարմոնիա, արդեն մոտավորապես 15-16 տարի ինչ դասավանդում եմ եւ ունեմ տարբեր տարիքային ուսանողներ 5 տարեկանից սկսված մինչեւ 60 անց։ Մեծ սիրով եմ դասավանդում, շատ սիրում եմ իմ աշխատանքը, նույնիսկ վերջերս երբ իմ ուսանողներն իմացան, որ երկրորդ մասնագիտություն եմ ձեռք բերում, պայման դրեցին, որ Միս Լիլի դու պետք է մեզ շարունակես դասավանդել։ Այդպես սիրում եմ երեխաների հետ աշխատել, սիրում եմ իմ գիտելիքները, իմ փորձառությունը, ինչու՞ չէ նաև փոխանցել նրանց, ու շատ մի լավ խոսք ասում է, ով է ուսուցչին դարձնում լավագույնը, միանշանակ ուսանողը։ Այո։ Դու երաժշտական ինչ գծով ավարտեցիր, վոկալ։ Վոկալ եւ դաշնամուր, երկու գծով էլ ավարտել եմ։ Կոնսերվատորիան։ Կոնսերվատորիան վոկալ։ Հիմա քո այդ երեխաներից ում հետ պարապել ես, սովորել ես, կան մարդիկ, որոնք այդ շարունակեցին այդ գծով ավելի բարձրագույն, ասենք, ուսումնական հաստատություններ ու առաջ գնացին։ Այո, ունեմ ուսանողներ, որոնց պատրաստել եմ այստեղ ընդունվել բարձրագույն կրթօջախներ, ինչպես նաև ունեմ ուսանողներ, որոնց պատրաստել եմ տարբեր ամերիկյան audition-ների, երգել են, ներկայացել են, ներգրավվել են, բեմական շարժուձև, երգեցողություն, նվագել, ինչու՞ չէ նվագել եւ երգել։ Այդպես, այո, իհարկե պատրաստում եմ նրանց, փոխանցում եմ իմ գիտելիքները, փորձում եմ նրանց բարձրացնել պրոֆեսիոնալ բեմ եւ լինել ներկայանալի։ Ասես սնողները դեմ են, հա, որ դու թատրոնով շարունակես, թատերական կրթությունը։ Հայրական կողմս եմ միշտ դեմ եղել, ի սկզբանե դեմ են եղել, մինչև որ ասենք մայրս պնդում էր, որ ես պետք է ընդունվեմ երաժշտական դպրոց, հայրս դեմ էր, միշտ ասել է, ես բեմի համար չունեմ աղջիկ, չգիտես ինչու։ Հետագայում իհարկե սկսվեց ավելի լուրջ պայքարներ ու ամեն ինչ վերջացավ այնտեղ, երբ որ ես որոշեցի, որ պետք է գնամ դառնամ ոստիկան։ Այսինքն այլ ընտրանք չկար, այդպես եկանք համաձայնության, իհարկե ես շնորհակալ եմ, որովհետև իրենք ինձ իսկապես շատ են օգնել ամեն առումով, մայրս միշտ կողքիս եղել իմ որոշումների մեջ, տվել է նաև իր գիտելիքները, քանի որ մայրս եւս երաժիշտ է, ինձ շատ օգնել է։ Արվեստի մայրական կողմը։ Ոչ պրոֆեսիոնալ, բայց մեջները կա արվեստ, հայրը բասը։ Հայրս երաժիշտ չէ, բայց մայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, դաշնակահարուհի է։ Այո, դասավանդում էր, այլ։ Այժմ ոչ, չի դասավանդել։ Ինձ է դասավանդել նաև։ Հայաստանում մի որոշ ժամանակ շատ փոքր ինչ-որ խմբերի հետ է աշխատել։ Այդպես մայրս միշտ խրախուսել է, հետագայում արդեն եղբայրս սկսեց դեմ լինել, բայց ինքն էլ ինձ այնքան շատ էին սիրում ու շատ են սիրում, որ մինչև այսօր իմ կողքին են, նույնիսկ կարծիքներով կիսվում են, առաջին քննադատը իհարկե մայրս է, միշտ երգերը երբ ընտրում եմ, մայրս լսում է իր կարծիքն, ասում է այո կամ ոչ, ինչու այո եւ ինչու ոչ, այդպես ինքը ինձ հետ անցել է իմ ճանապարհը ու դեռ անցնում է։ Ասեք մի եղբայր, մի քույր ունես։ Երկու եղբայր ունեմ։ Երկու եղբայր ու դու ես, քույր չունեք։ Հարազատ քույր չունեմ, ունեմ Զարմուհի, ում հետ կարծես թե հարազատ լինենք։ Դե տենց է։ Եղբայրներդ ո՞նց են արվեստի նկատմամբ։ Եղբայրներս արվեստի նկատմամբ իմ նկատմամբ են շատ լավ։ Նախ ինձ են ճանաչում ու վստահում, ինչի համար ես իսկապես շնորհակալ ու հպարտ եմ։
շատ լավ են վերաբերվում, գալիս են իմ համերգներին, լսում են ինձ, կարծում եմ երբեմն նայում են սերիալները, հուսամ նայում են, այժմ միշտ ասում էին լսի, ամուսնացի թող ամուսինդ քեզ թողնի, ասում եմ դե որ դուք ինձ չեք թողնում, ամուսինը вообще չի թողնելու ինձ, այդպես։ Դու գոհ ես, երջանիկ ես, որ դու հենց այս ճյուղն ես ընտրել։ Շատ, ու ես կարծում եմ, որ արվեստագետ մարդ, իհարկե չեմ ուզում այսպես անպագորգոր բառեր ասել, բայց կարծում եմ, որ արվեստի մարդ ծնվում են, բժիշկներ ծնվում են, դերասաններ ծնվում են։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ տվել է այդ շնորհքը։ Լիլի ջան, առաջին մասը մեր հաղորդման ավարտվեց, դուք ես անցնեմ գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, շատ հաճելի, շատ տաղանդավոր, շատ անուշ մի արվեստագետի հետ, դերասանուհի, երգչուհի, մանկավարժ, հաղորդավարուհի, ապագա բուժքույր, մի խոսքով, այն սպորտսմեն, գեղեցկուհի, Լիլի Բաղդասարյանի հետ գովազդի արդյունի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս գեղեցկուհի Լիլի Բաղդասարյանի հետ։ Լիլի ջան, որևէ մրցույթների, օլիմպիադաների կամ բան մասնակցել ես, թե չէ։ Մրցույթների որպես այդպեսին չեմ մասնակցել։ Ուրեմն դպրոցական տարիներին։ Դպրոցական տարիներին մասնակցել եմ դպրոցում։ Իմջալոց չէ, հիշեցի, այստեղ քոլեջում եմ մասնակցել ու ունեմ գովասանագրեր։ Հիշեցի, որ մասնակցել եմ օլիմպիադա չէ, մրցույթների, համերգների, մրցանակաբաշխությունների, այդպես հիմնականում։ Վարել ես, հեռուստատեսությունում էլ չէ, դու աշխատել ես։ Հեռուստատեսությունում աշխատել եմ։ Հեռուստատեսությունում երկար տարիներ աշխատել եմ, 2 տարբեր ալիքներում եմ աշխատել, ուղիղ եթերներ եմ վարել, մինչև որ COVID-ը սկսվեց։ Ես գիտեմ, որ դու նաև եկեղեցու հետ ես կապված եղել, այսինքն երգել ես եկեղեցում ու քանի տարի ասեցիր։ 8 տարի երգել եմ առաքելական եկեղեցում շարականներ, հետո 7 տարի երգել եմ ավետարանչական եկեղեցում, այսինքն կապը միշտ կա եկեղեցու հետ, ծառայելու հետ եկեղեցում։ Դու այդքան ժամանակ որ նկարահանվել ես, չէ՞, թե Հայաստանում, թե այստեղ։ Ինչ անվանի դերասանների հետ ես շփվել, ովքեր են եղել քո ասեն գործընկերները։ Նշեմ, որ նաև ներկայացումներում եմ ընդգրկված եղել մանկական եւ իհարկե հումորային։ Վերջինը, որը այս պահին ուզում եմ նշել, կատաղի սիրեկանը Գլենդելից։ Ինձ հետ նույն ներկայացման մեջ նաև ընդգրկված էին Արմեն Մարգարյանը, Նաիրա Մովսիսյանը, Դավիթ Թադևոսյանը ու էլի այլոք։ Ինձ համար իհարկե պատիվ էր իրենց հետ նույն բեմում բեմահարթակում հանդես գալը, ինչպես նաև լավ դպրոց էր ինձ համար։ Այդ դպրոց, ուզում էի հարցնել, ինչ է սովորել նրանցից, նրանք իսկապես եղան քո համար դպրոց։ Հրավեր առաջարկը ստացել եմ Դավիթից Թադևոսյան ու երբ առաջին անգամ գնացի, որպեսզի ամբողջ այդ թմի հետ ծանոթանայի, այսպես նայում եմ բոլորը փորձառու դերասաններ ու ես, ով չունի ոչ մի կրթություն, վերջում Դավիթին ասում եմ, Դավիթ, ասում եմ, պիտի խաղաս Լիլի, տարբերակ չունես հրաժարվելու, ես իհարկե շատ շնորհակալ եմ, որովհետև թե Դավիթը, թե դերասանները ինձ շատ օգնում էին փորձերի ժամանակ ու ինձ համար մեծ պատասխանատվություն էր պատվով ներկայանալ այդ ներկայացումների, 2 ներկայացում ենք ունեցել, որտեղ ես կերտում էի 20 տարեկան աղջիկ, ինչը նաև ուսուցողական էր շատերի համար, իմ կերպարը 20 տարեկան աղջիկներին սովորեցնում էր լինել բարոյական եւ ընտրությունների եւ քայլերի մեջ ավելի մտածող եւ ավելի որոշումները ճիշտ կայացնող։ Եվ մենք շատ խոսեցինք այսօր այս մեր խոսակցության մեր զրույցի ընթացքում քո երգի մասին, քո կատարման մասին, բայց ես կուզեմ, որ մի գեղեցիկ երգ նվիրես մեզ, թող մեր հեռուստադիտողն էլ վայելի այդ երգը։ Կարող ենք։ Իհարկե, սիրով։ Գնացինք։ Սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից, բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից, աչքերիդ մեջ փնտրելով ես թախից, ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին, սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից,
քեզանից բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից աչքերիդ մեջ փնտրելով ես թախից ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին ես առանց քեզ կապրեմ առանց արևի ես առանց քեզ մենակ մնամ երևի ես առանց քեզ ինչպես ծաղիկն առանց ջրի ես առանց քեզ կապրեմ առանց արևի ես առանց քեզ մենակ մնամ երևի ես առանց քեզ ինչպես թռչուն առանց թևի Նորից եկել եմ քեզ ասեմ իմ սիրելի որ իմ հոգին դեռ տխրում է ու լալիս ճամփից մենակ քայլում եմ ես տխրալից ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին նորից եկել եմ քեզ ասեմ իմ սիրելի որ իմ հոգին դեռ տխրում է ու լալիս ճամփից մենակ քայլում եմ ես տխրալից ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին ես առանց քեզ կապրեմ առանց արևի ես առանց քեզ մենակ մնամ երևի ես առանց քեզ ինչպես ծաղիկն առանց ջրի ես առանց քեզ կապրեմ առանց արևի ես առանց քեզ մենակ մնամ երևի ես առանց քեզ ինչպես թռչուն առանց թևի Ապրես, շատ ապրես։ Հրաշք երգ եւ հրաշալի կատարում։ Շնորհակալ եմ շատ, մեծ պատասխանատվությամբ եմ այս երգին մոտեցել ու ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն ասել Վարդանին, ով նվագակցել է։ Դե բացի դա մեծ լեգենդ, մեծակույն երգիչ Հարութ Փամփուկչյանն է երգում այդ երգը ու բոլորի մոտ տպավորված է իր կատարումով դու համարձակություն ունեցար երգեցիր իրանից հետո շատ սիրունել երգեցիր ապրես Մեծ պատասխանատվությամբ եւ իհարկե ինձ համար պատիվ է լեգենդար երգչի երգը cover տարբերակով ներկայացնել Լավ, որքանով ես հասկացա, Լիլի ջան, դու երկար ժամանակա չես նկարահանվում։ Ի՞նչն է պատճառը։ Հրավերներ չկան, թե դու սպառված ես այլ գործերով, չես հասցնում։ Ի՞նչն է պատճառը։ 2 տարի է ինչ չեմ նկարահանվում, հրավերներ կան իհարկե, ինչպես նշեցի այս պահին սովորում եմ ու ունեմ շատ ծանրաբեռնված գրաֆիկ։ Բայց լավ առաջարկների դեպքում, եթե լինի առաջարկ, որտեղ ես հասկանամ, որ կերպարը ինձ այդ պահին հոգեհարազատ է, ես մեծ սիրով կփորձեմ գտնեմ ժամանակ ու նկարահանվեմ, քանի որ շատ սիրում եմ նկարահանվել, շատ սիրում եմ ներկայանալ, ինչու ոչ նաև տարբեր դերասանների հետ աշխատել ու ձեռք բերել փորձառություն։ Դե Լիլի ջան, ասենք գովազդին, որից հետո շարունակում ենք մենք դեռ ունենք խոսելու բաներ։ Սիրելի բարեկամներ, Գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը ում հետ։ Լիլի Բաղդասարյանի հետ։ Գովազդ արդյունի եթերում։
Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Լիլի Բաղդասարյանի հետ։ Լիլի ջան, ասում են, որ դու շատ սիրուն ես ծնվել, է ճիշտ է։ Ոչ, դա ճիշտ չէ։ Հակառակը։ Ասեմ, որ 8 ամսեկանում եմ ծնվել։ Ոչ 7։ Շուտ եմ ծնվել, որովհետև մայրս որոշել է տանը մաքրություն անել, ունկել է։ Չգիտես ինչի։ Ու շատ լավ ինքը պատմում է, ասում է, երբ ծնվեցիր ու ես քեզ տեսա, նախ շատ փոքր էիր, աչքերս այսպես կարմրած, քիթ բերան, ասում է, գոյություն չուներ, ու ասում է, երբ որ ես քեզ տեսա, ասացի, ես ինչ տգեղ աղջիկ ա ծնվել, աղջիկ ու այսքան տգեղ, բայց ասում է, դա իմ երեխան էր, պիտի տուն բերեի։ Հետո հորեղբորս կնոջ մայրը եկել ինձ տեսել, ասել մի մտածի, շատ սիրուն աղջիկ ա լինելու, ասում է, սկսեցի հավատալ, որ այս աղջիկը մեծանալու է, որտեվ եղբայրս շատ սիրուն ա ծնվել, սպիտակամորթ, սիրուն, այսպես։ Հետո երևի թե Լիլի ջան, ինչ ապակացրագրեր ունես։ Ապագայում հաջորդ տարի, երբ կավարտեմ արդեն համալսարանը, կաշխատեմ որպես բուժքույր, կարծում եմ կաշխատեմ վստահ կաշխատեմ իմ երկրորդ մասնագիտությամբ, ինչպես նաև կշարունակեմ դասավանդել ու նորից կսկսեմ երգեր ներկայացնել։ Իհարկե այս պահին էլ ես չեմ լռում, մասնակցում եմ տարբեր առիթների, երեկույթների, համերգների։ Այդպես կշարունակեմ նկարահանվել, միգուցե նաև նորից ինձ տեսնեն հեռուստաէկրանում, որպես հեռուստահաղորդավարուհի։ Հա, ինչ կա, որ շատ լավ էլ կասկածներ, շատ լավ էլ կվարես։ Էլի ունես իրական պատմություն, որ կարող ես պատմել։ Այդ քեզ ինչ կենթանու էին նմանացրել։ Հիմա ուզում եմ պատմել դա։ Արտուրի Հետսուքյասյան, ում հետ մենք արդեն բարեկամացել ենք, երկար տարիներ, 4-5 տարի աշխատել ենք եւ արել ենք Big Win հեռուստա հաղորդումը ուղիղ եթեր ու այսպիսի մի բաժին ունենք, պահում ենք կենթանիներ, մտովի պահում ենք կենթանիներ, հայտնի մարդկանց կամ աշխարհ ինչ որ վայրեր ու հեռուստադիտողը 1 րոպեի ընթացքում պետք էր մեր օգնությամբ, այո կամ ոչ մեր պատասխանի օգնությամբ գտնել թե ինչի մասին է խոսքը։ Ես շատ լավ հիշում եմ, որ մենք պահել էինք մկնիկը, հեռուստադիտողին այսպես փորձում է Արտուրը օգնել, ասում է հեռուստադիտողը սկյուռիկ է ոչ, հավիկ է ոչ, այդպես Արտուրն ասում է, օրինակ, սիրելի հեռուստադիտող, Լիլի ինչ կենթանի եք նմանացնում, մի հատ ուշադիր նայեք, ես այսպես աչուկներով ցույց եմ տալիս, ինչ որ ուզում եմ հուշել, օգնել, մեկ էլ հեռուստադիտողը մտածեց, ասեց կռիս։ Կռիս։ Չգիտեմ ինչի էին ինձ կռիսի նմանացրել, բայց այդպես։ Դու պետք է ասել եղնիկ։ Դե այդ պահին կռիսի եմ երևի նման եղել։ Լիլի ջան, էլ ինչ պատմություն ունես, հա դու երազում էիր, հա, ոստիկան դառնալ։ Իրականում ոչ թե երազում էի, այլ ուզում էի մեկ այլ տարբերակ բերել, որ ծնողներիս, հայրիկիս ու եղբորս համոզեի, որ ինձ թողնեն, որ ես երգեմ, նկարահանվեմ, հանդես գամ բեմերում։ Այդպես որոշեցի ինչը ինձ կարգել են, քանի որ վտանգավոր է, դա ոստիկանի մասնագիտությունն էր ու հիշում եմ, երբ որ արդեն որոշում էի թղթերս ներս տալ Գլենդելի ոստիկանություն, իմ ծանոթներից մեկին տեսա, ով այդ բնակավարում էր աշխատում, խնդրեցի ասիլս ինչ կլինի, եթե հետաքրքրվեն ինձանից, դու ինձ գովաբանի, մի քիչ այսպես հուսադրող բաներ ասեց լավ, անցավ 1 տարի, երբ որ ես արդեն որոշեցի, որ դա իմ տեղը չէ, իմ մասնագիտությունը չէ, ճիշտ ընտրություն չէ ամենայն դեպս իմ տեսակի համար, այդպես պատահական դրսում տեսա, ասեց Լիլի ջան, ինչ եղավ, ես քեզ չտեսա քննությունների ժամանակ, ասեցի դե ճիշտն ասած հրաժարվեցի այդ մտքից, մտածում եմ, որ հայ աղջկա համար, ինձ համար դա ճիշտ մասնագիտություն չէ, վտանգավոր է եւ այլն, այսպես մտածեց, ասեց, հա, ես ճիշտն ասած մի հարցի մասին էի մտածում, ասեցի, ինչ ասեց, մտածում էի, լավ, դու ընդունվեցիր, ես իհարկե քեզ օգնեցի, ավարտեցիր, աշխատեցիր, լավ, լսի, դու ինչ սայզի գոտի էիր կապելու։ Լիլի ջան, անեկդոտ պատմելի։ Ես վատագույն անեկդոտ պատմողն եմ, բայց փորձ եմ իհարկե։ Կին ամուսնուն ասում է, սիրելիս, խնդրում եմ, ինձ մի գեղեցիկ քաղցր բառ ասա, ասում է մուրաբա։ Ասում է, դե չէ, մի քիչ ռոմանտիկ։ Ամուսինը մտածում, ասում է, վարդի մուրաբա։ Դες չէ, մեր մկրճանի մի օր մեկ ասել է։ Մեր ջան, կարաս մի հատ տափակ բան ասես։ Ասել է կորժիկ։ Ռոզիկ մկրճանը ոնց կարար տափակ բան ասել։ Հարցնել սխալ էր։
Լիլջան, հիմա տես ինչքան լավ մեծ բանակ է գալիս մեր հետևից, երկիշների, դերասանների, դերասանուհիների, երգչուհիների։ Դու ինչ կարծիք ես մեր երիտասարդության մասին, որոնք այս ճյուղն են ընտրել, արվեստի մշակույթի ճյուղն են ընտրել։ Ես կարծում եմ, որ մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ, Ապրես։ որոնց մի մասը նաև ուսանում են իմ լսարանում, ու կարծում եմ, որ պետք է այդ երեխաներին խրախուսել, թե տանը ծնողները, թե ուսուցիչները, տալ լավ գիտելիքներ։ Թե փորձառու մշակույթի վարպետները, չէ՞։ Այո, եւ իհարկե նաև հարթեն ճանապարհ դեպի բարձր բեմեր, օգնեն երեխաներին։ Մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ։ Լիլջան, ցավում եմ, բայց ոնց որ ավարտվեց մեր այսօրվա զրույցը, ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել եւ մենք գործակցում ենք, համագործակցում ենք Քենեթ Ֆիլիպ Ծաղկի սրահի գեղեցիկ իրենց աշխատանքներից ու մեր հաղորդման ժամանակ հաճախ մեր գեղեցիկ աղջիկներին, գեղեցիկ ծաղիկներ ենք նվիրում։ Թույլ ես քեզ հասնեմ ահա այս համեստ ծաղկեփունջը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն որ կար։ Ես եմ շնորհակալ, շատ գեղեցիկ է, աչափ շնորհակալ եմ։ Համեցիր, անցիր։ Շնորհակալություն, ինձ համար պատիվ էր այստեղ գտնվելը։ Ինձ էլ նույնպես։ Ստեսություն։ Ստեսություն։ Դե ինչ սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն է շատ գեղեցկուհի, մի հետաքրքիր անձնավորություն, որի անուն ազգանունն է Լիլի Բաղդասարյան։ Իսկ այժմ ասնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Ժողովուրդ, գիտեք, մեր թերությունը ինչն է, որ մենք միշտ մտածում ենք, որ մեր դիմացինը մեր նման անկեղծ է, ազնիվ ու նվիրված։ Զգուշ եղեք, բարի գիշեր։ Պապ, Աջան։ այդ ճիշտ է, որ աղջիկների կանանց միայն 10%-ն անգնում դրախտ։ Հա, բա ինչ աղջիկ ջան, ճիշտ։ Այդ ինչի։ Ցավը տանեմ, եթե կանանց մեծ տոկոս են մեր դրախտ, այդ դրախտն էլ կվերածվեր դժողքի։